Հետաքրքիր, որ ամսի 8-ին հարցազրույց տվեցի Տիկին Լուսիայի հետ, դուրս եկա եթերից, այսպես ոգևորված, մեր կանանց շնորհավորեցինք, իմիջայլոց կրկին շնորհավորում եմ սիրելի հայ կանայք, երջանկություն ունեմ, մաղթում, սեր, ներդաշնակություն, պարուրված լինեք այդ դրական հույզերով ընտանիքի անդամների, սեր տվեք ձեր երեխաներին, ձեր ընտանիքի անդամներին եւ փոխադարձաբար կստանաք։ Տաքսի նստեցի, տաքսու մեջ շնորհավորեց վարորդը, մեկ ասեց, գիտեք, ձեզ ճանաչում եմ, Տիկին Գայան է, բայց արդեն քանի տարի ես ինձ համար, եթե 1-2 տարի առաջ զարմանում էի, որ ճանաչում, հիմա այլևս չեմ զարմանում, ասեց, գիտեք, ձեր հաղորդումն էի նոր նայում, քիչ առաջ ազատ էի, բացեց հենց հաղորդումս կանգ առած այդ թեմայի վրա, ինչն էր հետաքրքիր, ասեցի կցանկանաք քարտեզը դիտակե շատ քիչ է լինում, որ առաջարկում եմ, որտեղ կասեց 20 թվից ձեր հետևորդն եմ, պատերազմի ժամանակ, երբ որ դուք կանխատեսել եք։ Երբ որ քարտեզը դիտարկեցի, մենք Տիկին Լուսիայի հետ կխոսենք, Տիկին Լուսիան ասաց, որ շատ կարևոր է բարձրացող հանգույցը մեր քարտեզներում, թե մարդ ինչ ծրագրով է եղել։ Տվյալ անձի քարտեզում լուսին եւ բարձրացող հանգույցը գտնեն կարիճի կենթանակերպում։ Ես ասացի, որ ձեզ համար շատ կարևոր է ֆինանսի եւ ժառանգության հետ կապված հարցերը։ Ձեր մայրիկը կարիճ է պատահաբար, ու կարիճ չէ կենթանակերպով, ասեց կարիճ է։ Եվ ինչն էր հետաքրքիր, ասեցի, ձեր հուզող թեման տան հետ կապված հարցն է, ժառանգության, տան հետ կապված հարցը։ Դուք չհրաժարվեք ձեր ժառանգությունից։ Հետո երբ որ կարծում եմ 5-10 րոպե բլից հաշվարկը կատարեցի, ես կարծում եմ, որ այդ մարդուն պետք էր ուղղակի այդ ժամանակ ես նստեի այդ մեքենան եւ գիտեք ինչ էր, ասեցի, ձեր խնդիրը որն էր, ասեց, ես տուն չունեմ։ Տունը պետք է բաժանենք երեխաների մեջ։ Ասի դուք կարող եք ըստ ձեր խնդրի այդ տունը տալ, բայց երբեք ժառանգությունից չհրաժարվեք։ Եվ ինչն է հետաքրքիր, հանգույցները ձկներ եւ գույս այդ առանցքում էր, բարձրացողը ձկներ։ Տվյալ անձի քարտեզում բարձրացող հանգույցը կարիճում եւ լուսնի հետ։ Նա մտադրություն չուներ երևի, մտածում էր, ասեց երեխաներով շատ ենք, բայց ինձ թվում էր, որ այդպես պետք է, որ ես ուղղակի տիեզերքի կամքը իրեն ասեի, որտեղ նա կասկածում էր վերցնի թե ոչ, բայց իր քարտեզով անպայման նա ժառանգություն պետք է ստանա։ Ինչն էր հետաքրքիր խավարումներից առաջ այդպիսի միջադեպ որոշումը մարդիկ պետք է կայացնեն, բայց հստակ որ այդ ամենը ցույց էր տալիս, դա միանշանակ էր։ Շատ շնորհակալ եմ հարգելի Գայան։